Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է եւ ինչպես տեսնում եք, այդքան էլ լավ վիճակում չեմ։ Օրեր առաջ փոքրիկ վիրահատության եմ ենթարկվել կապված իմ գլխացավերի հետ։ Հուսամ կօգնի այս ամենը, բայց հիմա եկեք դրա մասին չէ։ Ամեն ինչ իհարկե անցողիկ է, միայն մնում են հիշողությունները։ Իսկ եթե խոսում ենք հիշողություններից, իհարկե վերջին օրերին միանշանակ մեր մտքին գալիս է ֆուտբոլ, հատկապես Չեմպիոնների լիգա։ Ինչ հանդիպումներ մենք տեսանք ընկերներ, ես մի փոքր ուշացումով եմ նկարանում այս տեսանյութը, բայց ես նայում եմ այս ամենին նաև դրական կողմով, ինչու, որովհետև բոլորիս էմոցիաները սառել են, մենք կարող ենք հանգիստ վերլուծել այն ամենը, ինչ տեղի ունեցավ Midweek-ում երեկոյան։ Խոսեմ բոլոր հանդիպումներից, իհարկե ոչ, չեմ պատրաստվում, բոլորդ էլ հասկանում եք թե ինչու եմ ես կրում այս պայն Մադրիդի Ռեալի մարզաշապիկը, որովհետև ինձ ֆանտաստիկ կերպով տպավորեց Մադրիդի Ռեալը ու երևի թե այս մրցաշրջանում առաջին անգամ էր, որ սենց նայեցի ու Ռեալից ես իրականում հաճույք ստացա, այս մրցաշրջանում նման բան ես չեմ հիշում։ Կխոսենք Ռեալ Մանչեսթեր Սիթի խաղից, կխոսենք PSG Չելսիի խաղից, նաև Բարսելոնայի հանդիպումից, Լիվերպուլի խաղից չեմ պատրաստվում խոսել իրականում, որովհետև ես այնքան զայրացա այդ օրը, որ կրկնեմ նույնը ու վերհիշեմ նույնը իրականում չեմ պատրաստվում։ Բոլոր հանդիպումներին չենք անդրադառնա, բայց սենց երկու խաղային օրով էլ կանցնենք, մի փոքր ավելի շատ խաղերի մասին, մի փոքր ավելի քիչ մյուս խաղերի մասին։ Այնպես որ եթե քեզ դուր գա այս տեսանյութը, բաժանորդագրվիր իմ YouTube կանալին, օգնիր ինձ վերականգնվեմ այս իրավիճակից, հետևիր ինձ սոցիալական հարթակներում, Instagram-ում ու Telegram-ում, որտեղ մենք պարբերաբար աճում ենք եւ ինչու ոչ նաեւ խորհուրդ եմ տալիս ձեզ մարզաշապիկներ ֆուտբոլիստ խանութից, որտեղ դուք կարող եք գտնել ցանկացած ակումբի մարզաշապիկ, իրանք աշխատում են պատվերով, իրանք ունեն տպագրություն, մի խոսքով ամենաբարձրակարգ խանութը, որ ես տեսել եմ Հայաստանում մարզաշապիկների վերաբերյալ, դա հենց ֆուտբոլիստ է, Մաշտոցի Յոթ Դրոփինգ, գնացեք, գնեք մարզաշապիկ եւ դարձեք ֆուտբոլային աշխարհի փոքրիկ մասը։ Քննարկենք Չեմպիոնների լիգան, ես կփորձեմ հնարավորինս մանրակրկիտ, ուղղակի շատ երկար չեմ կարողանում խոսել, ինձ մոտ գլխապտույտ է առաջանում, այնպես որ այս տեսանյութը լինելու է դադարներով, բայց ամենակարևորի մասին խոստանում եմ, խոսելու ենք։ Ընկերներ, առաջարկում եմ այս տեսանյութը բաժանենք երկու մասի, խաղային առաջին օր ու խաղային երկրորդ օր։ Առաջին խաղային օրվա ընթացքում շատ բան տեղի չունեցավ իրականում ու ընդամենը մեկ հանդիպում կա, որ տենց կարելի է տենց մանրամասն քննարկել, իրականում ես չեմ էլ պատրաստվում, քանզի 1-8 եզրափակչի առաջին դիմակայություններն էին, որ պատասխան խաղեր եւս կան, այնպես որ ես մի փոքր բան կլինեմ զգույշ կլինեմ կարծիքը արտահայտելիս, որովհետև գուցե պատասխան խաղում լրիվ այլ պատկեր տեսնենք ու նես չստացվի, որ ես ինքս ինձ հակասում եմ։ Չեմպիոնների լիգայի 1-8 եզրափակիչը սկսվեց Գալաթասարայի Լիվերպուլ խաղով, որտեղ Լիվերպուլը զիջեց 0-1 հաշվով Գալաթասարային, խայտարակություն էր դա։ Ես ուղղակի կասեմ, որ խայտարակություն էր Լիվերպուլի ցուցադրած խաղը, խնդիրը հաշիվը չէ։ Ընկերներ, ընդհանրապես խնդիրը հաշիվը չէ ու պարտությունը չէ։ Մենք Չեմպիոնների լիգայի մասին ենք խոսում, վայր, որտեղ ամեն ինչ հնարավոր է, վայր, որտեղ թիմերը իրենց ուժերը դնում են 100%-ով, հասկանալի է, որ Գալաթասարայում իր սեփական հարկետակ խաղալը խայտարակ բարդ է, թե այն առումով ինչ աջակցություն է ստանում տնային թիմը, թե ընդհանուր առմամբ Գալաթասարայում Թուրքիայում խաղալը միշտ էլ բարդ է, հատկապես Գրանտ թիմի դեմ, բայց Լիվերպուլը ընդհանրապես ցույց տվեց այն մակարդակը, որին ես սպասում էի, Լիվերպուլը չխաղաց այն ֆուտբոլը, որը ես սպասում էի, Լիվերպուլը շատ пассив էր, Լիվերպուլը նույնիսկ 3-4 մետր չէր կարող փոխանցում կատարել միմյանց, այնպես որ Գալաթասարայը լրիվ արժանի էր, ես հատկանշական բան կանեմ Վիկտոր Օսիմհենը, որը շատ էր պայքարում Վան Դեյկի հետ, շատ էր պայքարում Կոնատեի հետ, ու գրեթե բոլոր մենամարտերում, այդ փոքրիկ միկրոմենամարտերում ինքը հաղթում էր, այնպես որ միայն գովեստի խոսքեր Գալաթասարային, խայտարակություն Լիվերպուլին, ես միայն կարող եմ ասել, լինելով երկրպագու, որ ես այլևս չեմ ուզում տեսնել նման ֆուտբոլ իմ սիրելի թիմի կողմից, որովհետև հավատացեք, ես որքան էլ սիրում եմ ֆուտբոլը, չկա որևէ ակումբ, նույնիսկ իմ ամենասիրելին, որ ես իմ առողջությունը, իմ նյարդերը տամ, միայն թե դա դիտեմ։ Ես այլևս դա չեմ ցանկանում դիտել։ Հուսամ, որ Էնֆիլդը նույն կերպ կաջակցի Լիվերպուլին ու նրանք ինչ որ կերպ կկարողանան դուրս գալ քառորդ եզրափակից, չնայած այս ֆուտբոլով, եթե իրանք դուրս գան քառորդ եզրափակից, ապա այնտեղ ավելի վատ լինելու, այնպես որ ավելի լավա դուրս մնան 1-8-ից։ Երկու բան կարող եմ ասել, հա, երկու չեղարկված գոլ եղավ խաղի ընթացքում։
Առաջինը Գալաթասարայի չեղարկված գոլն է, երկրորդը Լիվերպուլի։ Երկու իրավիճակից մեկում մրցավարը ճիշտ էր, որովհետև ճիշտ է շատ փոքրիկ դրվագ էր դա, բայց Իբրահիմա Կոնատեի ձեռքին դիպավ գնդակը անկյունայինից հետո ու գոլը չեղարկվեց արդարացիորեն, իսկ այ Գալաթասարայի խփած գնդակը, որը չեղարկվեց, իմ համար մի փոքր անհասկանալի մնաց, որովհետև այո, ում փոխանցումը որ գնաց, ինքը խաղից դուրս վիճակում էր, դա 100%։ Ինքը, բայց որպես այդպիսին էպիզոդի մեջ չխառնվեց էլ։ Այո, ինքը արագացում կատարեց։ Գուցե դա եղել պատճառը, որ գլխավոր մրցավարը չեղարկել է Գալաթասարայի խփած գնդակը, որովհետև նույնիսկ այդ 2-3 վայրկյանը, որ նա արագացում կատարեց դեպի գնդակը, ինչ որ կերպ կարող է Իբրահիմա Կոնատեին ապա կողնորոշել, բայց դա ես իհարկե չեմ ընդունում, դա շատ ստույգ մրցավարական հայեցողություն էր, ու իմ կարծիքով Գալաթասարայի հանդիպումը պետք է ավարտեր 2-0 հաշվով, այլ ոչ թե 1-0 հաշվով։ Գողացան Գալաթասարայի գնդակը, այնպես որ եթե պետք է մեղադրել մրցավարին, պետք է մեղադրել միայն Լիվերպուլին կողմ, որովհետև ինքը մաքուր գնդակը թուրքական թիմի խլեց, այնպես որ Լիվերպուլը պետք է ուրախ լինի, որ ինքը գնում է Էնֆիլդ ընդամենը 1 գնդակի տարբերությամբ։ Ավել բան իհարկե չեմ ցանկանում ասել, մյուս խաղը Ատալանտա-Բավարիա հանդիպումը իրականում ես հենց այդ ֆուտբոլիստ խանութի Էրոյի հետ խոսում էի խաղից առաջ, ես ընտեղ եմ, մենք քննարկում ենք թե ինչ կարելի է սպասել եւ այլն, ու ինքը տենց հստակ, ինքը տենց վստահ ինձ ասում էր, որ գիտես ինչ կա Ատալանտան Պալադինոյի օրոք, շատ լավ է խաղում, ես նայել եմ իր խաղերը, Ատալանտան պայքար է տալու Բավարիայի դեմ, ես վստահեցնում եմ, որ Ատալանտան գուցե չպարտվի նաեւ տնային խաղում, արտագնախաղը չեմ կարող ասել, բայց տնային խաղում ինքը չի պարտվի եւ այլն, ես ընդհանրապես հակառակ կարծիքին էի, ես վստահ եմ, որ Բավարիան հաղթելու է, ես վստահ եմ, որ Բավարիան առաջին իսկ խաղով որոշելու է թե ով է դուրս գալու քառորդ եզրափակիչ ու ընկերներ, այսպես ասեմ, ես Բավարիայից վախենում եմ։ Իրականում ես Բավարիայից վախենում եմ, որովհետև այն ֆուտբոլը, որը ցույց է տալիս Վենսան Կոմպանիի թիմը, այն կոմպակտությունը, այն ճիշտ համակարգը, այն շարժումները խաղադաշտում ուղղակի ֆանտաստիկ են, որպեսզի հասկանաք թե ինչքան լավ թիմ է այս պայդրությամբ Մյունխենի Բավարիան խաղում է առանց Հարի Քեյն։ Երկրորդ հանդիպում անընդմեջ Բավարիան խաղում է առանց Հարի Քեյն ու երկրորդ հանդիպումն անընդմեջ ինքը խփում է 3+ գոլ։ Հիմա ես վստահ եմ, որ Մհերն էլ, Էմիլն էլ, Մադրիդի Ռեալի մյուս երկրպագուներն էլ հիմա այս խոսքեր ասում են, ասում ես բա տենում ես, որ ասում է իր Քեյնը առանց Բավարիան առանց Քեյն ու Քեյնով Բավարիան իրանք տարբեր թիմեր են, հիմա այդպես չի, Բավարիան մեկը ոչնչացնում անկերներ, հասկանում եք, կան համակարգեր, որոնք աշխատում են նման հանդիպումներում ու կան համակարգեր, որոնք իրենց գլխավոր դետալի կարիք ընդհանրապես չունեն։ Կոնկրետ Ատալանտայի դեմ խաղը Բավարիան այնպես էր պատրաստվել ու այնպես կարողացավ խոցել այդ թույլ կետերը Ատալանտայի, որ իրանք ուղակի առաջին իսկ խաղում որոշեցին ամեն ինչ 6-1 Բավարիան հաղթեց 6-1 ու շատ լուրջ հայտ է ներկայացնում այս պայդրությամբ, շատ լուրջ հայտ է ներկայացնում Չեմպիոնների լիգան հաղթելու վերաբերյալ։ Հարց է թե ինչքան կգնա, որքանով բախտը կբերի Մյունխենի Բավարիայի այս ճանապարհին, որովհետև հասկանում ենք, որ ամեն անգամ չէ, որ ուժեղն է հաղթում Չեմպիոնների լիգան ու Բավարիայի դիմաց կարող է հանդիպել այնպիսի արգելքներ, որոնք նա չկարողանա անցնել։ Բայց այս պայդրությամբ Բավարիան ուղղակի ֆանտաստիկ է։ Հիասքանչ ֆուտբոլ է շարունակում խաղալ Մայքլ Օլիսեն, հիասքանչ ֆուտբոլ է շարունակում խաղալ Ջոշուա Կիմիխը, մարզավիճակ է հավաքում Ջամալ Մուսիալան։ Մի խոսքով, հիմա Բավարիայում այնպիսի իրավիճակ է, որ կան ոչ թե 1-2 ֆուտբոլիստ, որոնք տենց շատ լավ մարզավիճակում են, մնացածը ուղղակի իրանց օգնում են, ոչ, Բավարիայում կան 5-6 տոտալ բարձրակարգ ֆուտբոլիստներ, որոնք առաջ են տանում թիմին ու որոնցից յուրաքանչյուրից կարելի է վտանգ սպասել, այսինքն դու չգիտես Օլիսեն ինչ կարող է անել, Դիասը ինչ կարող է անել, Քեյնը, Կիմիխը թիկունքից կարող է միանալ, այնտեղ Պավլովիչն է լավ մարզավիճակ հավաքում, պաշտպանությունն է հուսալի գործում։ Մի խոսքով, Բավարիան շատ լուրջ թիմ է, որին պետք է ուշադրություն դարձնել այսօր տեղի ունենալու, չգիտեք վաղը տեղի ունենալու նաև Բունդեսլիգայի Բայեր Լևերկուզեն Բավարիա հանդիպումը, որը եւս բարդ քնություն է Վենսան Կոմպանիի համար, չեմպիոնության համար, այնպես որ ես դիտելու եմ այդ հանդիպումը ու հուսամ, որ Բավարիան խաղա այն ֆուտբոլը, որը խաղաց Ատալանտայի դեմ, որովհետև կոնկրետ այդ հանդիպումից հենց Բավարիայից ես հաճույք ստացա։ Դե իսկ Ատալանտայի վերաբերյալ ինչ կարող եմ ասել, Ատալանտան արեց առավելագույնը կոնկրետ գերմանական մյուս թիմի դեմ խաղում, ու կարողացավ շրջանցել Դորտմունդին,
դուրս գալ 1-8 եզրափակիչ, դա արդեն իսկ լավ է հաշվի առնելով, որ իտալական ոչ մի թիմ 1-8 եզրափակիչում չէր հայտնվել բացի Ատալանտայից, ու սա իհարկե նվաճում է Պալադինոյի համար, թոսալինի փորձ, ռիսկայինությունը, հետևողականությունը ավելի լավացնելու ու մյուս մրցաշրջանում ավելի լավ հանդես գալու։ Չնայած որ հիմա Ատալանտան լավագույն քառյակում չէ ու շատ բարդ է այնտեղ հայտնվելը, իմ կարծիքով Պալադինոն իր թիմի հետ ամբողջ ուժերը կներդնի ներքին առաջնությունը, որպեսզի կարողանա մյուս մրցաշրջանում եւս խաղալ եվրոպական ասենց ասեմ հաճելի մրցաշարում, որը հետևում են բոլորը։ Հանդիպում, որը իրականում իմ համար ամեն ինչ պարզ էր խաղից առաջ, բայց բոլորի ուշադրությունը գրավեց ոչ թե խաղը, ոչ թե հաշիվը, ոչ թե խփած գոլերի քանակը, այլ մի իրադարձություն, որը իմ սուբյեկտիվ կարծիքով ընդհանրապես անընդունելի էր գլխավոր մարզչի կողմից։ Մադրիդի Ատլետիկոն սեփական հարկի տակ մրցեց Տոտենհեմի հետ։ Բոլորս էլ գիտենք, Տոտենհեմը 5 անընդմեջ պարտությամբ, Տոտենհեմը ֆավորիտ չէ, բոլորս էլ հասկանում ենք, որ Տոտենհեմը չի շարունակելու պայքարը եւ այլն, բայց այն ինչ մենք տեսանք կոնկրետ Մետրոպոլիտանոյում, իրականում ցավեցրեց շատ ու շատ ֆուտբոլիստներին, մարզիչներին, երկրպագուներին, ինչու ոչ, ու հենց կոնկրետ Կինսկին, Տոտենհեմի դարպասապային, որպեսզի հասկանաք, Ատլետիկոն դոմինանտ էր ամբողջ խաղի ընթացքում, Ատլետիկոն առաջին խաղակեսում ուղղակի ոչնչացնում էր մրցակցին, առաջին խաղակեսում 2.23 XG-ով ավարտեց, 9 հարված 5 դիպուկ, որից եթե չեմ սխալվում 4-ը, այո 4-ը, որից 4-ը եղավ դարպասի գրավմամբ, բայց այն ինչը մենք տեսանք Տոտենհեմի կողմից, դա ուղղակի ինչ որ անհասկանալի է, եթե Մանչեսթեր Յունայթեդի վերաբերյալ խոսում ենք կամ խոսում ենք թե ինչն է խնդիր, ինչը կարող է ուղղվել, ինչի վրա պետք է աշխատի ակումբը, որտեղ են առաջանում այդ ծակերը, այդ խնդիրները, բացերը, որոնք պետք է լուծել, ապա Տոտենհեմի վերաբերյալ ընդհանրապես ոչինչ չեմ կարող ասել ընկերներ։ Իրոք ոչինչ չեմ կարող ասել, որովհետև Տոտենհեմը հիմա ինչ որ մի հատ ճահիճ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի, յուրաքանչյուր մարզչի համար, որ չգիտես ոնց հայտնվում ես այդտեղ, օրինակ եթե նայում ես, չէ՞, օրինակ Մադրիդի Ռեալը։ Մադրիդի Ռեալում երբ որ դու խաղում ես Չեմպիոնների լիգայում, չգիտեմ, ինչ մակարդակի ֆուտբոլիստ էլ դու ուզում ես եղի, դու մի հատ ուրիշ տիեզերական ֆուտբոլ ես խաղում հենց այս մրցաշարում։ Իսկ Տոտենհեմի առումով, երբ դու կրում ես Տոտենհեմի մարզաշապիկը, որքան էլ լավ ֆուտբոլիստ դու ուզում ես եղի, դու ինչ որ sense մի հատ կարգը դառնում է դդում։ Ու ոչ մի ֆուտբոլիստ չի կարողանում խաղալ այն խաղը, ինչը նա ցանկանում է։ Ատլետիկոն ներոսն Տոտենհեմը աղետալի մեկնարկ տվեց, 15-րդ րոպեի դրությամբ թիմը պարտվել 3-0 հաշվով, 3-ից 2-ում սխալվեց դարպասապահ Կինսկին, մեկ անգամ սայթակեց Միկի Վանդևենը ու փաստացի Ատլետիկոն միայն առաջին խաղակեսում ոչ միայն լուծեց խաղի ելքը, այլ ընդհանրապես դիմակայության ելքը լուծեց, որովհետև ընդհանրապես չեմ հավատում, որ այս ֆուտբոլով Տոտենհեմը կարող է ինչ-որ բան առաջարկել նույնիսկ սեփական հարկի տակ։ Բայց այն ինչ տեղի ունեցավ խաղի 15-րդ րոպեին, 17-րդ րոպեին ուղղակի ինձ ապշեցրեց, երբ Տոտենհեմի մարշալը Իգոր Տուդորը որոշեց խաղադաշտից հանել փոխարինում կատարել Կինսկին դարպասապային, այն որ Կինսկին լարված էր, այն որ Կինսկին զգացվեց որ պատրաստ չի այս խաղին, այն որ Կինսկին չկարողացավ անել այն ինչը սպասում էր Իգոր Տուդորը, դա փաստ է։ Բայց մինչև Կինսկին քննադատելը, մինչև Կինսկին մեղադրելը կարելի է մի փոքր հարցադրումներ կատարել Իգոր Տուդորին։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում խաղացել է Վիկարիոն, Չեմպիոնների լիգայի փուլում խաղացել է Վիկարիոն համար մեկն է, դա բոլորս հասկանում ենք։ Կինսկին ուղղակի պայստային դարպասապահ է, որը փորձում է սպասել իր շանսին, բայց ով կմտածեր, որ Կինսկին այսպես դա մատնել է, իմ կարծիքով դա մատնել է, երբ դու չես խաղացնում դարպասապահին ամբողջ մրցաշրջանի ընթացքում, սա իհարկե խոսքը միայն Իգոր Տուդորի մասին չի, այլ նաև Թոմաշ Ֆրանկի մասին է եւ այլն, դուք չես խաղացնում այդ դարպասապային ու միանգամից դուրս ես բերում խաղադաշտ նշելու իր նորամուտը Չեմպիոնների լիգայում Ատլետիկո Մադրիդի դեմ 1-8 եզրափակում ու փորձել ակնկալել նրանից ֆանտաստիկ ֆուտբոլ։ Իգոր Տուդորն ասաց խաղից հետո, որ միջև հանդիպման մեկնարկը ես միջև վերջ մտածում եմ, որ դա ճիշտ որոշում է։ Ու ես միջև մայել եմ կանգնած այդ մտքին, որ ճիշտ որոշում էր խաղացնել Կինսկին։ Ես ուղղակի հանեցի նրան խաղադաշտից, որպեսզի չկոտրեն ֆուտբոլիստին, բայց փաստն այն է, որ ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս գալով էր կոտրվում։ Երբ աչքերը արցունքոտվել էին, երբ նա ուզում էր լացել խաղադաշտում, երբ նա միանգամից գնաց հանդերձարան, չմոտեցավ պայստայինների նստարանին, դա իհարկե ուղղակի այսպես պետք չէ փչացնել ֆուտբոլիստի կարիերան։
Գոնե լավ, եթե դու ուզում ես փոխարինես, եթե դու հասկանում ես, որ Կինսկին չի կարողանում, նախ պետք է խոսել։ Ամենայն դեպս համբերի միջև առաջին խաղակեսի ավարտ, տար հանդերձարան, խոսիր, եթե դու զգում ես, որ ինքը հոգեբանորեն արդեն իսկ կոտրվել է իր սխալներից, այո, դուրս բեր խաղադաշտ Վիկարիոին, ասուլիսի ժամանակ ասա, ես խոսեցի Կինսկի հետ, ես զգացի, որ ինքը այս պայդրությամբ լարված է, պատրաստ չէ, ես դրա համար փոխարինեցի նրան, բայց 15-րդ րոպեին փոխարինել Վիկարիոյով։ Բայց որպես այդպեսին Տոտենհեմի ֆուտբոլը չփոխվեց, Տոտենհեմը շարունակեց խաղալ անատամ, անմիտք, ոչ կոմբինացիոն ֆուտբոլով, ինչ-որ զզվելի ֆուտբոլով, արդյոք Կինսկին էր այդտեղ մեղավոր։ Ես կարծում եմ, որ ոչ։ Ու Իգոր Տուդորի կատարած քայլը բնութագրում է Տոտենհեմը վերջին տարիներին։ Ոչ սթափ, անկազմակերպ, անմիտ ու շատ սխալներով ֆուտբոլային ակումբ։ Մադրիդի Ատլետիկոն ուղղակի ոչնչացրեց առաջին խաղակեսուն թիմին, լուծելով դիմակայության ելքը, էլիտար ֆուտբոլ խաղաց Անտուան Գրիզմանը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ, հատկապես չեմ սխալվում 5-րդ գոլն էր, 4-րդ գոլն էր, երբ որ Խուլիան Ալվարեսը խաղադաշտի կենտրոնից վերցրեց, գնդակը գնաց ու բոլորը ասում են վայ, տեսակ ինչ արեց Խուլիան Ալվարեսը, դուք ուղղակի պետք է նայեք, թե ինչ ֆուտբոլիստ է Անտուան Գրիզմանը ու ինչքան ճիշտ թայմինգով է աշխատում Անտուան Գրիզմանը խաղադաշտում, երբ ինքը կարող էր կասեցնել գնդակը, պտտվել, ես վստահ եմ, այլ հարցակվող լիներ, ինքը կասեցրել էր գնդակը, պտտվել էր, փնտրել էր, թիմակցին նոր փոխանցում էր կատարել, բայց Անտուան Գրիզմանի IQ-ն այնքան բարձր մակարդակի վրա է, որ նա ընդհանրապես մեկ հպումով ուղղակի թողեց Խուլիան Ալվարեսի գնդակը, իսկ Ալվարեսը արեց մնացածը։ Սա շատ լավ է Ատլետիկոյի համար, որովհետև Ատլետիկոն կարող է երկրորդ կազմով գնալ Անգլիա, չպարտվել այնտեղ զուտ եւ պատրաստվել Մադրիդի Ռեալի դեմ խաղի ներքին առաջնությունը, որովհետեւ դա եւս անչափ կարեւոր է։ Բրավո Սիմեոնեին, նա կարողացավ շատ ճիշտ վերլուծել մրցակցի խաղը, բայց այստեղ ոչ թե ավելի շատ Սիմեոնեի ու Ատլետիկոյի հանճարն էր, սա Տոտենհեմի թևաթափ լինելն էր։ Նա թևաթափ մտնել էր խաղադաշտ, ճնշումը շարունակեց մեծանալ, ինչը լարվածություն առաջացրեց ֆուտբոլիստների մոտ ու այն, որ Տոտենհեմը խփեց 2 գոլ, դա արդեն իսկ հրաշք է, որ ինչ որ sense մի նշույլ հույս է տալիս Տոտենհեմի երկրպագուներին, բայց խոստանում եմ ձեզ, որ անհնար է Տոտենհեմը անցնի քառորդ եզրափակիչ եւ ամենայն հավանականությամբ Ատլետիկոն ունի մեծ շանս հայտնվելու նաեւ կիսաեզրափակչում, կախված թե ով դուրս կգա մյուս զամբյուղից իր մրցակիցը Նյուքասլը թե Բարսելոնա։ Դե իսկ այդ հանդիպման մասին Նյուքասլ Բարսելոնա հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով ու ես իրականում տեսա այն, ինչ ես սպասում էի այդ հանդիպումից, հատկապես Նյուքասլից ես գրել էի, որ Նյուքասլն այնպիսի թիմ է, որ ինքը ճնշելու է, Նյուքասլն այնպիսին թիմ է, որ ինքը թույլ չի տալու, որպեսզի Բարսելոնա խաղային ֆուտբոլը ինչը սիրում է խաղալ, Բարսելոնան իր հերթին, որը մոտեցել էր այս խաղին շատ լուրջ հոգնածությամբ, որովհետև ֆուտբոլիստները պարբերաբար խաղում են, հիշում ենք Ատլետիկոյի դեմ 90 րոպեն, որ իրենք տվեցին ամեն ինչ, գնաց Բիլբաոյի դեմ խաղաց Բարսան, ծանր հաղթանակ տոնեց ընդամենը մեկ շատ լուրջ գոլային պահով, ու հետո եկավ Նյուքասլը, եւս մեկ թիմ, որը խաղում է տեմպի վրա, եւս մեկ թիմ, որը խաղում է արագության վրա ու դա իհարկե Բարսելոնայի ոճը չէ ու Բարսելոնան իհարկե տվյալ իրավիճակում շատ ու շատ չգիտեմ struggle ոնց կասես հայերեն տանջվեց եկեք սենց ասենք տանջվեց Նյուքասլի դեմ խաղում արդյոք Բարսելոնան արժանի էր հաղթանակի իմ սուբյեկտիվ կարծիքով ոչ Կարծում եմ հաշիվը օրինաչափ էր, բայց sense եթե դնենք նժարի վրա Նյուքասլի կատարած աշխատանքը խաղադաշտում ավելի ծանր էր, ավելի ծանրակշիռ էր ու Նյուքասլը արժանիորեն կհաղթեր, եթե հաղթեր այդ հանդիպումը։ Բայց Նյուքասլը արեց այն, ինչ անում է միշտ, Նյուքասլը ստեղծեց շատ, Նյուքասլը գրոհեց շատ, Նյուքասլը կպնում էր այդ ամենացավոտ կետերին Բարսելոնայի Նյուքասլը խաղում էր ուժային ֆուտբոլ ու դրա հաշվին նա իհարկե կարողացավ լիքը առումներով փակել Բարսելոնայի այն ֆուտբոլը, որը ցանկանում է խաղալ կատալոնական Բարսելոնան։ Թե Բեռնալը, թե Պեդրին հասկանում եք, թե Յամալը շատ վատ հանդիպում անցկացրեցին։ Այո, Յամալը դարձավ գոլի հեղինակ 11 մետրանոցից, բայց ինքը շատ վատ հանդիպում անցկացրեց։ Երբ թե երկու ֆուտբոլիստի կառանձնացնեն, որ իրոք են, որ լավ խաղացին, իրոք տպավորեցին ու առանձնացան Բարսելոնա դա Ռաֆինյան է ու Պաու Բարսին ու հասկանում եք եթե Պեդրին վատ է խաղում ինչ ոչ կոմֆորտ ֆուտբոլ է գնացել խաղադաշտում Էդի Հաուի թիմը շարունակում է ինձ ֆուտբոլային ակնահաճո լինելու առումով տպավորել բայց Էդի Հաուի թիմը շարունակում է լինել այն տեսակը որ խաղից խաղ
չի լավանում, այսինքն մի խաղ կարող է հիասքանչ լինել, մյուս խաղը աղետ լինել, մյուս խաղը միջին հավասար ֆուտբոլ լինել, հետո նորից հիասքանչ, հետո նորից աղետ, մի խոսքով, բայց կոնկրետ այս խաղում Նյուքասլը բավականին լավն էր։ Լյուիս Հոլը հիասքանչ գործեց, Լյուիս Հոլը կարողացավ ամբողջությամբ փակել Լամին Յամալին, ինչը շատ բարդ գործ է իրականում, բայց Հոլը կարողացավ արդարացիորեն վերցնել այդ պատասխանատվությունը ու ամբողջ 90 րոպեի ընթացքում շատ լավ խաղալ, շատ լավն էր նաև Բարնսը, այնպես որ իրականում Նյուքասլը բավականին լավ գործեց։ Եկավ ստեղծած պահերը, բերեցին այն գոլին, որը խփեց Նյուքասլը, ինչը զարմանալի էր, եթե նայում եք փոխանցման պահին Ռոնալդ Արաուխոն ուղղակի քայլելով է մտնում Տուգանային հրապարակ, դա իհարկե ոչ պրոֆեսիոնալիզմ է, ու Հարվի Բարնսը դառնում է գոլ։ Ես Ջոն Բարնս ասեցի։ Ես այս Ջոն Բարնսը եմ ասում ներողություն, Ջոն Բարնսը 80-ականների ֆուտբոլիստ է, Լիվերպուլի լեգենդի դեպ։ Հարվի Բարնսը դառնում է գոլի հեղինակ, իսկ վերջում, երբ արդեն թիմը հոգնել էր, երբ արդեն թիմը տվել էր գնդակը Բարսելոնային ու գնացել էր պաշտպանություն, Բարսելոնան ի վերջո կարողացավ գտնել այդ անցքը, որով մտնի Տուգանային հրապարակ, ու Դանի Օլմոն հիասքանչ գործեց։ Վստահաբար կարող եմ ասել, որ Օլմոն մտնում էր Տուգանային հրապարակ ոչ թե բան անելու, հարվածելու կամ փոխանցում կատարելու կամ պաս ստեղծելու, ինքը մտնում էր Տուգանային հրապարակ հպում վաստակելու համար, ու ինքը վաստակեց այդ հպումը, ու այդ նման իրավիճակներում գալիս է ֆուտբոլիստների լարվածությունն ու անփորձությունը, երբ որ գումարվում է իրակ Մալիկ Չաուն ոտը դնում է, Օլմոն ընկնում է ու դա 100%-անոց 11 մետրանոց է, Յամալը իրացնում է այդ 11 մետրանոցը ու փաստացի Բարսելոնան 4 դուրս գալիս ջրից։ Պատասխան հանդիպումը շատ բան է որոշելու։ Բարսելոնան միանշանակ ֆավորիտ է այս դիմակայությունում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Նյուքասլը կռիվ է տալու նաև Spotify Camp Nou-ում, իսկ Բարսելոնային հեշտ 90 րոպե այնտեղ չի սպասվում։ Այն էլ հարց է, կլինի այնտեղ 90 րոպե, թե կգնանք 120-ի հետևից։ Խաղային երկրորդ օրենքերներ, դա այլ մակարդակ էր իրականում, ու կա երկու հանդիպում, որի մասին ես ցանկանում եմ խոսել։ Ես արագ անցնում եմ Բյուդոգլիմտ Սպորտինգ ու Բայեր Արսենալ հանդիպումները, որովհետև նախ Բյուդոգլիմտ Սպորտինգ խաղում ոչ մեկ չի նայել այդ խաղը, ես էլ չեմ նայել այդ խաղը, մենակ գոլերն եմ նայել։ Բյուդոգլիմտը շարունակում է տպավորել, Բյուդոգլիմտը շարունակում է հիացնել ու Բյուդոգլիմտը շարունակաբար ցույց է տալիս, թե ինչ է նշանակում ֆուտբոլի զարգացում քո երկրի համար։ Դու ոչ միայն նվաճումներ ես գրանցում եվրոպական ասպարեզում ներկայացնելով քո երկիրը, այլ նաև դու այդ ամենը անում ես տեղացի ֆուտբոլիստներով։ 7-8 ֆուտբոլիստ մեկներկային կազմում Բյուդոգլիմտի նորվեգացի են, ու իրանք են առաջ տանում, իրանք են կորիզը թիմի, իրանք են շարժարի, թե որպեսզի Բյուդոգլիմտը լավ խաղա, ու դա իհարկե գերֆանտաստիկ է։ Շարունակում եմ հիանալ Բյուդոգլիմտով։ Ես հույս ունեմ, որ Բյուդոգլիմտը դուրս կգա քարոջ եզրափակիչ։ Ես հույս ունեմ, որ Արսենալը այնտեղ կլինի, որը խաղաց Բայերի հետ 1-1։ Ես չեմ պատրաստվում քննարկեմ այդ հանդիպումը, որովհետև դա աղետ էր, 0 ֆուտբոլ, 0 ցանկությամբ։ Ու Բյուդոգլիմտը կարող է լավ պայքար մղել նաև Արսենալի դեմ, հատկապես տնային խաղերում։ Բոլորս էլ հասկանում ենք, այնտեղ օդի ջերմաստիճանը այլ է, ճնշումը ավելի բարձր է, խոտածածկ կարեստական է, ու դրա հաշվին Բյուդոգլիմտը կարողանում է կոտրել մրցակցին։ Տեսնենք արդյոք Արսենալը կկոտրվի թե ոչ, բայց փաստը այն է, որ այնտեղ խաղալը դառնում է կարծես թե Գալաթասարայի ստադիոնի պես տեղ, որտեղ Բյուդոգլիմտին հաղթելը անչափ բարդ է լինում, իսկ կանգնեցնել Գլիմտի գրողները լինում է գրեթե անհնար։ Երկրորդ հանդիպումը հենց Բայեր Արսենալ հանդիպում, խաղն էր, որտեղ խաղաց ֆուտբոլը ընդամենը 1 թիմ, դա Բայերն էր, որը ցանկանում էր հաղթել, Արսենալը գնացել էր այնտեղ զուտ չպարտվելու, որ խաղը տանի երկրորդ պատասխան խաղի վրա, այսինքն ամեն ինչ որոշվի Emirates-ում, հազար ներողություն, խայտարակ 11 մետրանոց է նշանակվում Լևերկուզենի Բայերի դարպասը, ես տղերքի հետ էի նայում այդ օրը խաղը, այդ պահին հա որ տեսանք կպավ ոտքը Բայերի ֆուտբոլիստին, եթե չեմ սխալվում թիկունքին ու եղավ 11 մետրանոց, մենք ուղղակի այնքան ենք խորացել օրենքների մեջ ընկերներ, մենք այնքան ենք արդեն նայում, ինչքան կպավ, ոնց կպավ, էսի կպավ, այնես կպավ, թե մի խոսքով մրցավարական այդ օրենքները եւ այլն արդեն այնքան են ինձ զզվցրել, որ մենք իմ մոտ տպավորությունը արդեն ստեղծվել, որ դա մեծ ցանկությունն է արդեն, որ ես ուզում եմ ասենք սախ ամերիկայ հեռախոս նոթբուքը ռեսեթ է տալիս, որ իրանք գալիս են 5 նաստրոյկի վրա։ Ես ուզում եմ ֆուտբոլը տենց լինի։ Խփեց թիկունքից 11 մետրանոցը, հրեց 11 մետրանոցը, թե ինչքան դիպավ, ոնց դիպավ, երբ դիպավ, ես արդեն զզվել եմ դրանից ու նոնիմա դու եկեն։
Ես ասել եմ, որ ես չեմ ժղայնանալու, որովհետև դա իմ առողջության վրա էլ ազդելու, բայց Նոնի Մադուեկեի 11 մետրանոցային ընկերներ ուղղակի խայտարակություն էր, որովհետև տենց նկարել ուղղակի չի կարելի։ Ամբողջ խաղի ընթացքում 0 Արսենալը 0 էր։ Էդի նույնիսկ պրագմատիզմ չէր, ընկերներ։ Նույնիսկ պրագմատիզմ չեմ։ Էդի ուղղակի 0 ֆուտբոլ էր, 0 ցանկություն ֆուտբոլ խաղալու։ Ու այդ 11 մետրանոցը ուղղակի Արսենալին փրկում է հերթական անգամ իր բախտի բերմամբ, իրանք խփում են գոլը, գնում են պատասխան խաղի, բայց ախր ոնց կարելի է սիրել այդպես ֆուտբոլը։ Ոնց կարելի է դիտել ու ասել, հա, դուք աշխարհի ամենաուժեղ թիմն եք։ Վիճակագրորեն, արդյունավետությամբ Արսենալը այո, աշխարհի լավագույն թիմն է։ Բայց անհնար է, կոնկրետ իմ համար անհնար է երկրպագել նման թիմի։ Ես ավելի լավ է երկրպագեմ Արսենալին 3 տարի առաջ, որը խաղում էր շատ լավ ֆուտբոլ, բայց չէր հաղթում, բայց դու կարողանում ես ասել, այս տղեկը լավն են։ Իսկ հիմա Արսենալում, որպեսզի հասկանաք ընկերներ, եթե հավաքվի տարվա լավագույն թիմ Պրեմիեր լիգայի, Արսենալը այնտեղ հարցակողական ոճի ոչ մի ֆուտբոլիստ չի ունենալու, ոչ մի։ Չկա այնտեղ ֆուտբոլից, որ կասես, նա էսի առանձնանում է, եկեք դրանց դնենք տարվա հավաքականում, չէ, այնտեղ լինելու է դարպասապահ, պաշտպանություն, ռայս, վերջ, հարցակողական ոճի ոչ մի ֆուտբոլիստ չի լինելու Արսենալի կազմից, ու դա իհարկե տխրեցնում է, որովհետև նախ Արսենալը չունի սուպերաստղ, երկրորդ Արսենալը խաղում է միայն արդյունքի վրա հենց այս պայդրությամբ, ինքը հաճելի ֆուտբոլ չի ցույց տալիս, ու Բայերը դուրս կմնա զուտ որակական հատկանիշների պատճառով, որ Արսենալը տնային խաղում ավելի լավը կլինի, բայց Բայերը կոնկրետ էս խաղում ընդհանրապես արժան էր միայն հաղթանակի, Արսենալը պետք է գլխի կոր հեռանար։ Ուղղակի ոչ թե մրցավարական, այլ տեսակետները ու հայացքները տարբեր իրավիճակներին այնքան են մանրացել, այնքան են ամեն ինչին այդքան տենց դետալային ուշադրություն դարձնում, որ ես այս ֆուտբոլը չեմ կարող սիրեմ։ Ինձ էսի ամեն ինչը վանում է։ Նոնի Մադուեկեն լողաց, բայց այն որից միլի վայրկյանով կպել էր ոտքը, դա 11 մետրանոց էր։ Ափսոսում եմ Բայերի համար։ Դե իսկ երբ այդ վատ խաղային օրվա մեկնարկից հետո մենք տեսանք երկու այնպիսի հանդիպում, որը իհարկե, չգիտեմ, մեգա տպավորեց ինձ։ Եկեք խոսենք Մադրիդի Ռեալ Մանչեսթեր Սիթի խաղի մասին։ Բոլորս, ու ով որ ինձ ասի, որ դա տենց չի մտածում, ինքը ուղղակի ստում է, բոլորս վստահ ենք, որ Մադրիդի Ռեալը ցուցադրած իր վերջին խաղերով գալու է Սանտիագո Բեռնաբեու ու տապալվելու է Մանչեսթեր Սիթիի դեմ, որովհետև Մանչեսթեր Սիթին ավելի կայուն է, Մանչեսթեր Սիթին հավաքում է մարզավիճակ, Մանչեսթեր Սիթին Պրեմիեր լիգայում պայքարում է չեմպիոնության համար, ինքը լիգայի գավաթի եզրափակում է, ինքը պայքարը շարունակում է նաև Անգլիայի գավաթում, մի խոսքով լիգը տեղեր Սիթին կռվում է ու Սիթին տեմպիվ մեջ է։ Սիթին այդ իր մարզավիճակի մեջ է։ Իսկ Մադրիդի Ռեալը այնպիսի թիմ է, որ ինքը որպես այդպիսին հույսել չունի, որ կխաղա քառորդ եզրափակում, Մադրիդի Ռեալը արդեն ուշադրությունը դարձնում է մյուս մրցաշրջանին, արդեն խոսակցություններ են գնում, թե ով պիտի գնա Ռեալից, ով պիտի գա Ռեալ եւ այլն եւ այլն եւ այլն։ Ու Ռեալը դուրս եկավ խաղադաշտ տոտալ պաշտպանողական ֆուտբոլով։ Ու շատ պարզ էր, թե Մադրիդի Ռեալը ինչ է անելու։ Բայց այստեղ աշխատում է երկու հանգամանք, թե ինչու գրանցվեց այդպիսի հաշիվ։ Եթե չգիտեք, Մադրիդի Ռեալը հաղթեց 3-0 հաշվով։ Երկու հանգամանք կա։ Մեկը Պեպ Գվարդիոլայի հերթական հեծանիվն է։ Երկրորդը Մադրիդի Ռեալի լավագույն ֆուտբոլիստ Ֆեդերիկո Վալվերդեն։ Լավագույն ֆուտբոլիստ ես նկատի ունեմ Մբապեից էլ լավը, Բելինգեմից էլ լավը, Վինիսիուսից էլ լավը, Կուրտուայից էլ լավը, Մադրիդի Ռեալի լավագույն ֆուտբոլիստը։ Ու ես հիմա ձեզ կբացատրեմ ինչու։ Ալվարո Ալբելոան արեց այն, ինչը Ալվարո Ալբելոան չէր արել այս մրցաշրջանում ու ինչը նույնիսկ Մանչեսթեր Սիթիի դեմ սպասելի չէր։ Ալբելոան վերցրեց Կարլո Անչելոտի խաղային միտքը, բերեց դրեց Մադրիդի Ռեալի այս խաղի վրա, ասեց խաղացեք տղերք։ Բոլորդ էլ գիտեք ինչ պիտի անեք, բոլորդ էլ հասկանում եք, որ Մանչեսթեր Սիթին շատ է լինելու գնդակով։ Մենք հասկանում ենք, որ մենք չունենք կենտրոնական հարձակվող։ Մենք հասկանում ենք, որ աջ պաշտպանի գոտին թույլ է, ունդը խաղալու է Ժերեմի Դոկուն, չպետք է այնտեղ միայնակ թողնել։ Մենք հասկանում ենք, որ պետք է լցնել նաև կենտրոնը։ Մենք հասկանում ենք, որ մենք պետք է գնանք պրեսինգի, բայց այս ամենի հետ միաժամանակ մենք պետք է կոմպակտ պաշտպանվենք։
Ու ինքը sense ինձ թվում է այս ամեն ինչը բացատրեց հանդերձարանում, sense նայեց, տեսավ Վալվերդեին, ասեց, «Այս ամեն ինչը կանես դու տղա ջան»։ Իսկ Վալվերդեն վերցրեց, ուղղակի հոշոտեց այն պարտականությունները, ինչը դրված էին նրա դիմաց։ Ֆեդերիկո Վալվերդեն, ընկերներ, որպեսզի հասկանաք, նայեք, ես կփորձեմ հիմա sense բացատրել, թե ինչու է Ֆեդերիկո Վալվերդեն ֆանտաստիկ ու էլիտար կիսապաշտպան, էլիտար ֆուտբոլիստ որպես այդպեսին։ Այն առումով, որ նայեք, Ֆեդերիկո Վալվերդեն, ինչպես եւ ամբողջ Մադրիդի Ռեալը հասկանում էր, որ իրանք հիմա ոչ թե որակապես, այլ շարժի այդ երկարակեցության առումով կոնկրետ մրցաշրջանի ավելի վատն են, քան Մանչեսթեր Սիթին։ Այո, Մանչեսթեր Սիթին Պեպ Գվարդիոլան ամեն ինչ արեց, որպեսզի օգնի Մադրիդի Ռեալին հաղթել այս հանդիպումը։ Ուղղակի ամեն ինչ։ Բայց Մադրիդի Ռեալը խաղաց այնպիսի Կարլո Անչելոտի ֆուտբոլ, որ դու sense նայում ես ու պրոստ հաճույք ես ստանում։ Դու գիտես, որ Մադրիդի Ռեալը հեսա կբռնի, հեսա էլի է բռնելու։ Մանչեսթեր Սիթին ուղակի չէր կարողանում հասկանալ, թե ոնց է խաղում Ռեալը։ Մանչեսթեր Սիթին ուղակի չէր ընդունում այն փաստը, որ Մադրիդի Ռեալի յուրաքանչյուր գոլային դրվագ է, իսկ Մանչեսթեր Սիթին Պեպ Գվարդիոլան, որը տոտալ հեծանիվ էր հորիներ, ընդամենը մեկ հենակետայինով, չգիտես ինչու խաղադաշտեր դուրս եկել Սավինյոն, Շերկի փոխարեն, Սեմենյոն կենտրոնական հարձակվող էր։ Խուսանովը խաղում էր աչ եզրում, դա հասկանալի էր, որ Վինիսիուս փակի, բայց Մանչեսթեր Սիթին ամբողջությամբ ձախողվեց ընկերներ Մանչեսթեր Սիթին ու շատ զարմանալի էր, որ Ռեալը հաղթեց 3-0 հաշվով, այլ ոչ թե 5-0, 6-0 հաշվով։ Ու ինչն է հանճարը այս խաղի։ Երբ որ մենք խոսում ենք Ֆեդերիկո Վալվերդեի մասին, Ֆեդերիկո Վալվերդեն պետք էր աչ եզրը փակել, որպեսզի Տրենտը միայնակ չմնար Դոկուի դեմ։ Նա հասցնում էր։ Պետք էր, որ կազմվեր 5 պաշտպանով խաղի։ Ֆեդերիկո Վալվերդեն իջնում էր պաշտպանական գիծ։ Պետք էր լցնել կենտրոնը։ Ֆեդերիկո Վալվերդեն այնտեղ էր։ Պետք էր գնալ պրեսինգի։ Ֆեդերիկո Վալվերդեն խաղում էր աչ լատերալի դիրքում, աչ վինգերի դիրքում։ Պետք էր լցնել կենտրոնական հարձակվողի դիրքը։ Յուրաքանչյուր գրոհ, երբ որ դուք տեսնում եք, Ֆեդերիկո Վալվերդեն արագացում է կատարում հարձակման կրակակետ, որտեղից էլ խփեց 2 գոլ։ Սա է հանճարը Վալվերդեի։ Երբ նրա դիմաց դրված բոլոր պարտականությունները գլխավոր մարշի կողմից նա կատարում է 100%-անոց ճշտգրտությամբ, ու դա անում է 90 րոպե։ Ֆեդերիկո Վալվերդեն հոգին ու սիրտն էր Մադրիդի Ռեալի այս խաղում։ Ու Ֆեդերիկո Վալվերդեն միայնակ կարողացավ ոչնչացնել ամբողջ Մանչեսթեր Սիթին։ Համարյա թե շանս չտալով անգլիական թիմին դուրս գալու քառորդ եզրափակիչ։ Ֆեդերիկո Վալվերդեն հանճար չէ, որ խփում է 3 գոլ։ Ես վստահեցնում եմ 10 անգամ նորից խաղա Ֆեդերիկո Վալվերդեն Մանչեսթեր Սիթի դեմ ինքը 10 հատ գոլ չի խփելու։ Կամ 3 հատ գոլ չի խփելու։ Բայց ես վստահեցնում եմ Մանչեսթեր Սիթիի դեմ դիր Ֆեդերիկո Վալվերդեին 10 անգամ տուր այն պարտականությունները, որ ինքը պետքա կատարի խաղադաշտում, ինքը էլիտար ձևով նույնը կանի։ Ու դրա համար է Ֆեդերիկո Վալվերդեն հանճար։ Ինքը այս ամեն ինչը արեց, բոլոր պարտականությունները իդեալական կատարեց ու դրա համար դարձավ խաղի հերոս։ Ու պլյուս դրան 3 հատ գոլ խփեց։ Ինչ վատ է որ։ Մանչեսթեր Սիթին չեմ պատկերացնում ինչ պետք է անի, որպեսզի դուրս գա քառորդ եզրափակիչ։ Պեպ Գվարդիոլան հերթական անգամ հեծանիվ հորինեց, Պեպ Գվարդիոլան հերթական անգամ ցավ ցույց տա, որ ինքը գլխավորն է ու հերթական անգամ տապալվեց։ Թե ինչքանով ասենց շարունակվելու չգիտեմ, գուցե սա վերջին դեպքն էր Չեմպիոնների լիգայում։ Գուցե սա վերջին արտագնա հանդիպումն էր Մանչեսթեր Սիթի Գվարդիոլայի օրոք։ Բայց այն, որ Մանչեսթեր Սիթին հանձնեց հաղթանակը Մադրիդի Ռեալին, դա փաստ է։ Պլյուս Ֆեդերիկո Վալվերդե։ Ես չգիտեմ հիմա քանիսն են հիմա խոսում, որ Վալվերդեն պիտի ստանա ոսկե գնդակ, քանիսը բարձրացրեցին Ֆեդերիկո Վալվերդեին աշխարհի լավագույն կիսապաշտպանների ցանկում առաջին հորիզոնականում։ Ես այտենց չեմ չափում։ Բայց ես գիտեմ ու արդեն որերորդ տարին է պնդում եմ, որ թիմի ամենակարևոր ֆուտբոլիստներից առնվազն 2-ի մեջ հենց Վալվերդեն է։ Ինչքան էլ PR-ված չէ, ինչքան էլ խայպվի դեմք չէ, ինչքան էլ սև գործանող է, Ֆեդերիկո Վալվերդեն այս պահին Մադրիդի Ռեալի
լավագույն ֆուտբոլիստն է։ Ոչ թե նրանով, որ ինքը շատ գոլ է խփում, ոչ թե նրանով, որ ինքը City-ին հետ-տրիկ արեց, ոչ թե նրանով, որ ինքը կարողանում է մի քանի դիրք փակել, ոչ նրանով, որ Ֆեդերիկո Վալվերդեն կարողանում է կատարել մարշի տված պարտականությունները ամբողջությամբ ամբողջ խաղի ընթացքում։ Ինքը նվիրված է այն տարբերանշանին, որը կա նրա կրծքավանդակին։ Եվ դրա պատճառով անցնելու են տարիներ, ու Մադրիդի Ռեալի երկրպագուները հիշելու են թիկունքում գրված ազգանունը։ Իսկ մենք ուղղակի պետք է հիանանք Վալվերդեով, որովհետև նա իրոք դրան արժանի է։ Եվ վերջին հանդիպումը ընկերներ, որը ես դիտեցի, դա Paris Saint-Germain Chelsea խաղն էր, ու իրականում Ֆեդերիկո Վալվերդեի ու Մադրիդի Ռեալի հանճարը ամբողջությամբ ստվերեց այդ խաղը, բայց իրականում ես կասեմ, որ ես դրել հետ նայել եմ այդ հանդիպումը ու իրականում շատ եմ տպավորվել թե Paris Saint-Germain-ի, թե Chelsea-ի խաղով առաջին խաղակեսում, իսկ Paris Saint-Germain-ի խաղով ընդհանրապես ամբողջ հանդիպման ընթացքում Paris Saint-Germain-ը հաղթեց 5-2 հաշվով, Paris Saint-Germain-ը խաղաց շատ լավ, Paris Saint-Germain-ը որսաց Chelsea-ին յուրաքանչյուր իր թույլ կետերի վրա, աշխատեց այն սխալների վրա, որոնք թույլ էր տվել ֆրանսիական թիմը աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում, շատ կարևոր դեր ունեցավ դրանում Ժաուն Նևեշը, որը երևի թե սև էր այդ խաղում, մարդ, որը շատ քիչ էր երևում խաղադաշտում, բայց կատարեց ահռելի քանակությամբ աշխատանք։ Ժաուն Նևեշը ֆանտաստիկ պետք էր, երբ գնդակով չէր Paris Saint-Germain-ը, այսինքն հիշում ենք, եթե աշխարհի ակումբային առաջնությունում Chelsea-ն այդ ժամանակ Էնցո Մարրեսկան բաներանում ծանրաբեռնում էր աջ եզրը, որտեղ Նունու Մենդեշը 1-1-ի դեմ հիասքանչ է, բայց երբ որ երկուսը 1-ի դեմ են խաղում, Նունու Մենդեշի մոտ առաջանում են խնդիրներ, դա PSG-ն չկարողացավ ամբողջ խաղի ընթացքում լուծել, ու Chelsea-ն այդ ժամանակ հաղթեց 3-0 հաշվով։ Հիմա այդ դիրքում իջեցրեց Լուիս Էնրիկեն նաև Ժաուն Նևեշին ու Պալմերը, որ այնտեղ էր խաղում, ճիշտ Ռոսենյորը անում էր այն, ինչ արեց Էնցո Մարրեսկան PSG-ի դեմ, բայց այստեղ արդեն Էնրիկեն գուշակել էր ինչ պետք է անի Chelsea-ին, ու Chelsea-ին ամբողջությամբ փակեց լիքը տեղերով Paris Saint-Germain-ը։ PSG-ն շատ լավն էր, PSG-ն շարունակում է Չեմպիոնների լիգայում այլ ֆուտբոլ ցույց տալ, PSG-ն վերադարձրեց իմ մոտ կարծիքը, որ նա եւս ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի ու այն մրցակիցներին, որոնք կբախվի ճանապարհին, գուցե նա եւս հայտնվի Չեմպիոնների լիգայի եզրափակչում, դա իհարկե հիասքանչ կլինի, Դեսիրե Դուե, Խվիչա Կվարացխելիա, Բարկոլա, Դեմբելե հարձակվողներ են, որոնք ունիվերսալ են, հարձակվողներ են, որոնց շարժունակությունը միշտ անհարմար է մրցակցի պաշտպաններին, իրանք շատ արագ են, տեխնիկապես շատ զարգացած են, իրանք կարողանում են խաղալ աճից, ձախից, կենտրոնից, մի խոսքով Paris Saint-Germain-ի հարձակումը երևի թե այս պայդրությամբ ամենաունիվերսալն է ու ամենավտանգավորն է։ Պլյուս դրան գումարում են կիսապաշտպանության եռյակա Զայր Էմերի, Վիտինյա ու Ժոան Նևեշ, որոնք հիասքանչ գործեցին։ Դե իսկ Chelsea-ն ուղղակի օգտվեց այն պահերից, որոնք ստեղծեց երկու դեպքում էլ մեկում Սաֆոնովը սխալվեց, մյուսում ուղղակի շատ լավ հակագրոհեց Chelsea-ին, իսկ ինչ վերաբերում է Chelsea-ին, ապա ես ընկերներ ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ասենց նայել թիմի խաղին արդեն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ ու չհասկանալ, որ թիմին պետք է բարձրակարգ դարպասապա։ Յորգենսենը, ավելի ճիշտ, ոչ Ռոբերտ Սանչեսն մակարդակի չեն, որ պետք է խաղան բանում Chelsea-ում որպես մեկնարկային կազմի ֆուտբոլիստ, նույնիսկ երբ որ թիմի տավակը խաղադաշտում զայրանում է քեզ վրա, որովհետև դու հերթական անգամ մատնում ես թիմին խաղի ընթացքում, դա իհարկե այդ տեսեք օրինակ Ռոսենյորը եւս կարող էր հանել Յորգենսենին, բայց չէ, Ռոսենյորը պայեց, որովհետև նա հասկանում է սոլիդարությունը, նա հասկանում է հարգանքը, ինչ չհասկացավ Իգոր Տուդորը, բայց Paris Saint-Germain-ը շատ ավելի ուժեղ էր, Paris Saint-Germain-ը հստակ կարողացավ հաղթել, 5-2 հաշվով կարողացավ հաղթել, բայց այդ 5-2-ում ես մեղադրում եմ միայն Ռոսենյորին, որովհետև Ռոսենյորը անփորձ է, Ռոսենյորը գնաց վերադարձնելու կորցրածը, այլ ոչ թե խաղալ օրինակ 4-2-ի վրա, գնալ Ստենֆորդ Բրիջ 2 գնդակի տարբերությամբ ու խաղալ այնտեղ ավելի հարձակողական ֆուտբոլ երկրպագուների աջակցության շնորհիվ իրանք կարող էին վերադարձնել կորցրածը, բայց տեսեք Chelsea-ին բաց թողած գոլից հետո գնաց կորցրածի հետևից ինքը ուզեցավ գոնե 1 գոլ խփել, հանդիպումը պահել 4-3-ի վրա կամ գուցե 4-4, արդյունքում բաց թողեց 5-րդը ու հիմա փաստացի Chelsea-ի շանսերը շատ ավելի քիչ են, քան կարային լինեն 4-2-ի ընթացքում։ PSG-ն ֆանտաստիկ էր, PSG-ն կարողացավ հաղթել, PSG-ն կարողացավ խաղալային ֆուտբոլը, ինչը չստացվեց օրինակ աշխարհի ակումբային առաջնության ժամանակ, բայց ինչն էր կարևոր, որը Լուիս Էնրիկեն դասեր քաղեց այդ պարտությունից հետո ու կարողացավ խաղալ Chelsea դեմ այնպես, որ դու տեսնես, որ այո, այս թիմը Չեմպիոնների լիգայի լուրջ ֆավորիտ է, շատ լուրջ։ Իսկ Chelsea-ին հուսամ, որ կկարողանա ինչ-որ բան անել։ Ես պատրաստվում եմ նայել հենց Chelsea PSG խաղը,
պատասխան խաղում Մադրիդի Real Manchester City խաղը ցենց աչքի տակով կնայեն, որովհետև այնտեղ ճիշտ ասած չեմ հավատում, որ City-ն comeback կանի, իսկ այստեղ ամեն ինչ նենցա հնարավոր է, որովհետև Chelsea-ն 2 գնդակ համենայն դեպս խփել է։ Թերևս այսքան ընկերներ այսօրվա համար, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, լայք բաժանորդագրվեք իմ YouTube-յան էջին, կհանդիպենք արդեն Չեմպիոնների լիգայի պատասխան խաղերից հետո կամփոփենք 1-8 եզրափակիչը եւ կշարժվենք առաջ։ Սպասումները շատ են, ակնկալիքները շատ են, հուսամ դրանք կարդարանան։ Ձեզ հետ Գևորգ Մալաքյաններ, հաջողություն։